Ողջույն սիրելի ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ տարրո կանխատեսում կապված մեր նորալուսնի հետ, որը կլինի ամսի 19-ին Խոյ նշանում։ Սիրելի ընկերներ, նորալուսինը ոչ միայն հենց այս օրն է իր ազդեցությունը ունենալու, այլ նաև մի 2 օր առաջ եւ 2 շաբաթ հետո եւս, այնպես որ դրա ազդեցությունը եւս կզգաք։ Այժմ անցնենք հերթականությամբ ներկայացնեմ, թե հորոսկոպի որ նշանին ինչ փոփոխություններ կբերի, մեկական քարտեր կհանենք, որպեսզի ներողություն, որպեսզի հասկանանք, թե ինչ փոփոխություններ է բերելու։ Սիրելի խոյեր, քանի որ հենց ձեր առաջին տանն է լինելու այս նորալուսինը, սա կարծես ձեր անհատական նոր տարին է սկսվելու, ձեր 2026 թվականը կարծես հենց այս ժամանակահատվածից է սկսելու։ Դե ինչ, տեսնենք, թե քանի որ առաջին տանն է լինելու, այն կարող է պայմանավորված լինել արտաքնի հետ կապված փոփոխություններով, նոր հարաբերություններ, նոր համագործակցություն, գուցե նոր ծանոթություն, սիրավեպ, տեսնենք, թե քարտերն ինչ կասեն։ Ինչ է սպասվում 2026 թվականի, ինչ կբերի, այսինքն մարտ ամսվա նորալուսինը ամսի 19-ի Խոյ նշանի ներքո ծնվածներին։ Նոր երազանքներ կամ մի քանի տարբերակ միանգամից, այսինքն ինչ որ մինչև այս գուցե ինչ որ բան եք փնտրում, մի քանի տարբերակ միանգամից դուրս գա եւ պետք է կենտրոնանաք եւ կարեւոր ինչ որ ընտրություն կատարեք։ Շատ կարեւոր է, որպեսզի սիրելի ընկերներ, եթե պետք է սկսի նոր հարաբերություններ կամ նոր ինչ որ գործ արկնքեք, նոր աշխատանքի գնաք, ապա ամեն ինչ փորձեք ռեալ նայեք եւ մի տրվեք այսպես ավելի շատ ձեր երազանքներին, փորձեք ավելի ռեալ գտնվել։ Տեսնենք, թե մյուս քարտերն ինչ կասեն, թե այս ամսվա նորալուսինը ինչ կբերի խոյերին։ Գումար, սիրելի ընկերներ, գումար կամ ոչ միայն գումար, այն կարող է պայմանավորված լինել օրինակ անշարժ գույքի գնումով կամ ինչ-որ արժեքավոր նվեր ստանաք կամ աշխատավարձի հետ կապված, ֆինանսների հետ կապված մի խոսքով, թե որ ոլորտի ֆինանսներին կվերաբերի, ձեր կյանքում կարծես նոր էտապ գուցե սկսվի, որը կլինի ել ավելի լավ, ել ավելի շահութաբեր։ Այս քարտը կարող է խոսել նաև ժառանգության մասին, բնականաբար սա բոլորին չի վերաբերում, բայց կարծես նոր ֆինանսների ինչ-որ եկամուտ դա եւս համարվում է, կամ ինչ-որ արժեքավոր գնում կունենաք։ Անցնենք հաջորդ նշանին։ Հաջորդ նշանը ցուլն է։ Սիրելի ցուլեր, այս նորալուսինը կլինի ձեր 12-րդ տանը, իսկ դա նշանակում է ինչ-որ նորություն գուցե ստանաք արտասահմանից կամ հեռավոր հողերից, կամ եթե ինչ-որ փաստաթղթաբանությամբ եք զբաղվում արտասահման գնալու հետ կապված, դրա հետ կապված եւս կարող է լինել ինչ-որ նորություն։ Տեսնենք, թե քարտերն ինչ կասեն, թե 2026 թվականի մարտ ամսվա նորալուսինը ինչ կբերի ցուլ նշանի ներքո ծնվածներին։ Սիրելի ընկերներ, կարծես գերհոգնածություն, աշխատանքը շատ կլինի կամ գուցե դուք ավելի շատ պարտականություն վերցնեք ձեզ վրա, ավելի բոլորի փոխարեն փորձեք իրենց գործերը կատարել։ Զգույշ եղեք, որ առողջական խնդիրների հայտ չգան, մեջքի հետ կապված խնդիրներ կարող են լինել։ Տեսնենք, թե մյուս քարտերն ինչ կասեն։ Ահա, քարտը արդեն ինքնին շուռ եկավ, պատտվեց, հիմա եւս մեկ քարտ կհանեմ, թե ինչ կբերի 2026 թվականի մարտի նորալուսինը ցուլերին։ Այս քարտը խոսում է, որ ինչ որ բան ձեր կյանքում հաջողությամբ ավարտվելու է։ Այո, գուցե այս ամսվա ընթացքում շատ ծանրաբեռնված լինեք, բայց այդ ծանրաբեռնվածությունը հենց կավարտվի այս ամսով եւ դուք արդեն կտեսնեք այն պտուղները, որը որ սպասում եք այս աշխատանքը կատարելուց հետո, այս ծանրաբեռնվածությունից հետո։ Հաջորդ նշանը երկվորյակն է։ Սիրելի երկվորյակներ, այս նորալուսինը կլինի ձեր 11-րդ տանը։ Իսկ դա նշանակում է, որ նորություն, նոր սկիզբ կապված ձեր երազանքների հետ, այն ամենի հետ, ինչը կապված է օնլայն հարթակի հետ, ինչպես նաև ընկերուհիների, գաղափարակիցների հետ։ Տեսնենք, թե քարտերն ինչ կասեն, թե 2026 թվականի մարտի նորալուսինը ինչ կբերի երկվորյակներին։ Ինչ որ սպասողական իրավիճակ, սիրելի ընկերներ։ Թե որ ոլորտում կլինի այս սպասողական իրավիճակը, ամեն մեկը մի ձև կզգա, բայց ամենայն դեպս անկախ ձեզնից ինչ որ իրավիճակ կստեղծվի, որտեղ դուք ոչինչ անել չեք կարող, ուղղակի անհրաժեշտություն կլինի սպասելու։
կամ ինչ որ փաստաթղթեր կամ ինչ որ գործունեություն եք կատարել եւ դեռևս ինչ որ ժամանակահատվածում գտնվեք, որպեսզի տեսնենք դրա արդյունքները։ Տեսնենք թե մյուս քարտերն ինչ կասեն երկօրյակներին 2026 թվականի մարտի նորալուսնի հետ կապված։ Ասում է, որ ֆինանսական դաշտը ձեր կլինի կայուն, կարծես ինչ որ լուրջ փոփոխություններ այս նորալուսինը ձեզ չի բերի, զուտ ամեն ինչ կայուն իր հերթով իր ժամանակին կլինի։ Հաջորդ նշանը խեցգետինն է։ Սիրելի խեցգետիններ, այս նորալուսինը լինելու է ձեր 10-րդ տանը, իսկ 10-րդ տունը մեր ստատուսն է, մեր կարիերան է, մեր կարևոր կյանքի նպատակներն են։ Վերոնշյալ թեմաների շուրջ ինչ որ նորություն կգա ձեր կյանք, նոր սկիզբ կլինի։ Տեսնենք թե քարտերն ինչ են ասում, թե 2026 թվականի մարտի նորալուսինը խեցգետիներին ինչ կբերի։ Այս քարտը իմիջայլոց կարծեմ առաջին նշանին էր կրկին դուրս եկել, սա ասում է շատ տարբերակների մասին։ Գուցե որոշեք գնալ նոր աշխատանք փնտրեք եւ տարբերակները շատ լինեն եւ կարծես չկարողանաք կենտրոնանալ թե որ ուղղությամբ եք ցանկանում աշխատել կամ ինչ որ հարցի շուրջ անընդհատ տարբեր մտքեր ունենաք։ Տեսնենք թե հաջորդ քարտերն ինչ կասեն 2026 թվականի մարտ ամսվա նորալուսինը խեցգետիներին ինչ կտա։ Հաղթանակ, սիրելի ընկերներ, ինչ որ գործողության մեջ դուք հաղթանակով դուրս կգաք։ Թե որ ոլորտում կլինի, գուցե աշխատանքում լինի, գուցե օրինակ մինչ այս դիմել էիք աշխատանքի ընդունվելու համար կոնկուրենցիան մեծ էր, բայց հենց ձեզ ընտրեն, կամ ինչ որ այլ գործունեություն է, աշխատանքում, բիզնեսում գուցե հաղթանակով դուրս գաք, մի խոսքով որևէ գործունեության մեջ հաղթանակով եք դուրս գալու։ Հաջորդ նշանը առյուծն է։ Սիրելի առյուծներ, այս նորալուսինը լինելու է ձեր 9-րդ տանը, իսկ 9-րդ տունն իրենից ներկայացնում է այն ամենը, ինչը կապված է արտասահմանի եւ բարձրագույն կրթության հետ։ Թորնիկները, երկրորդ ամուսնությունները եւս 9-րդ տանն են պատկանում։ Տեսնենք թե քարտերն ինչ կասեն, ինչ կբերի ձեզ 2026 թվականի մարտ ամսվա նորալուսինը։ Արագ, սիրելի ընկերներ, շատ առյուծներ գնալու են ճանապարհ։ Անսպասելի, արագ, սա կարող է ինքնաթիռով ճանապարհ գնալու մասին լինի, կամ ուղղակի անսպասելի փոփոխություններ լինի, կամ արտասահմանի թեմաների շուրջ, կամ բարձրագույն կրթության մեջ։ Եթե արտասահմանի տարբերակով այն աշխատի ձեզ մոտ, ապա հնարավոր է զուտ անսպասելի գնաք արտասահման կամ անսպասելի արագ ձևով ստանաք փաստաթուղթ, փոխեք ձեր անձնագիրը կամ վիզա ստանաք։ Տեսնենք թե մյուս քարտերն ինչ կասեն։ Թե ինչ կբերի 2026 թվականի մարտի նորալուսինը առյուծ նշանի ներքոծնվածներին։ Երկու քարտ դուրս եկավ։ Այստեղ դադար, այս քարտը երկուսը եթե համակցության մեջ նայենք, ապա ասում է, որ շատերը գուցե գնան հանգստի այս ժամանակահատվածում, ֆինանսական աճ է ձեզ սպասվում, հնարավոր է օրինակ որոշեք այս ժամանակահատվածում գնալ հանգստի, ըստ այդմ ստանաք ձեր գումարը, հա, այդ արձակուրդային գումարը եւ այսպեսով գնաք արտերկիր հանգստանալու։ Այս երեք քարտերը միասին դա են ասում։ Իսկ եթե դա չէ, ապա ուղղակի կտրուկ փոփոխություններ են սպասվում ձեզ 9-րդ տան հետ կապված։ Կայուն ֆինանսական աճ եւս կլինի։ Հաջորդ նշանը կույսն է։ Սիրելի կույսեր, այս նորալուսինը կլինի ձեր 8-րդ տանը։ 8-րդ տունն իրենից ներկայացնում է ոչ մեր կողմից աշխատած գումարները, ընդհանուր ընտանեկան բյուջե կարող է լինել, պետական, բանկային համակարգի գումարներ, ապահովագրական գումարներ եւ այլն, ինչպես նաեւ վտանգավոր իրավիճակները եւս։ Տեսնենք թե քարտերն ինչ են հուշում մեզ։ 2026-ի մարտի նորալուսինը ինչ կբերի կույսերին։ Ինչ որ սիրելի ընկերներ, պաշտպանություն։ Եթե օրինակ, հա, վտանգավոր ինչ-որ իրավիճակ ստեղծվի, կարծում եմ, որ դուք պաշտպանված կլինեք այդ հարցի շուրջ կամ մինչ այդ գուցե ինչ-որ թեմաներ կային, որտեղ դուք խիզախություն չունեիք քայլ կատարելու, արդեն այս ամսում կկարողանաք հստակ որոշում կայացնել, գուցե ձեզ օգնեն կամ գուցե դուք ինքնուրույն դառնաք ավելի խիզախ։ Տեսնենք թե մյուս քարտերն ինչ կասեն 2026 թվականի մարտի նորալուսնի մասին, կույսերի համար։ Այս քարտը ասում է անքնության մասին, գուցե ինչ-որ հարց կա, որը ձեզ անընդհատ կտանջի, կամ գուցե ստեղծվի այդ հարցը։
ստեղծվի այնպիսի թեմա ձեր կյանքում, որը ձեզ անընդհատ մտածմունքի տեղիք կտա, հա, ձեզ համար։ Այնպես որ այս քարտը նաև առողջության մասին է խոսում, հետևեք ձեր առողջությանը։ Այսպիսով, հաջորդ նշանը կշերքն է, սիրելի կշերքներ, այս նորալուսինը կլինի ձեր 7-րդ տանը, իսկ 7-րդ տունը մեր ամուսինն է, այնտեղ մտնում կինը, համագործակցությունը, հաճախորդները, տեսնենք թե վերոնշյալ թեմաների շուրջ ինչ փոփոխություններ է սպասվում ձեզ։ Ինչ կբերի 2026 թվականի մարտի նորալուսինը կշերք նշանի ներքո ծնվածներին։ Գումար, սիրելի ընկերներ, ինքնավստահություն, հաջողություն, լավ աշխատանք, հավելավճար, ինչ-որ հավելյալ եկամուտ գուցե ունենաք։ Մի խոսքով գումարային թեմաներով ամեն ինչ շատ լավ է լինելու ձեզ համար։ Տեսնենք թե մյուս քարտերն ինչ կասեն, թե 2026-ի մարտի նորալուսինը ինչ կբերի կշերքներին։ Կրկին գումար, սիրելի ընկերներ, կայուն գումարային աճ ունենալու։ Մի խոսքով ամիսը ձեզ համար, ամիս ասելով, հա, ամսի 19-ից սկսած մինչև մյուս ամսի 19-ը, այսպես կարելի է հաշվել, ձեզ համար գումարով լի է լինելու։ Կարիճներ։ Սիրելի կարիճներ, այս նորալուսինը կլինի ձեր 6-րդ տանը։ Իսկ 6-րդ տունը այն ամենը, ինչը կապված է մեր առօրյայի հետ, աշխատանքի հետ, առողջության հետ եւ ընտանիք կենդանիների հետ։ Տեսնենք թե վերոնշյալ թեմաների շուրջ ինչ կբերի ձեզ այս նորալուսինը 2026 թվականի մարտ ամսվա։ Կարիճներին ինչ կբերի։ Պլաններ, սիրելի ընկերներ, նոր պլաններ, նոր աշխատանք, հաջողություն բիզնեսում, կարծես պատրաստ կլինեք, որպեսզի նոր քայլեր կատարեք եւ ոչ միայն պատրաստ կլինեք, հենց այս ժամանակահատվածում արդեն ձեր նոր քայլերը կկատարեք։ Մեկը գուցե որոշի բիզնես բացել, մյուսը աշխատանքում օրինակ ինչ-որ առաջընթաց ունենա, մյուսը որոշի փոխել աշխատանքը եւ ավելի լավ աշխատանքի անցնի։ Մի խոսքով նոր պլաններ կկազմեք։ Տեսեք, սիրելի ընկերներ, երբ քարտերը խառնում էի, ինքնին դուրս եկավ արևը, իսկ դա ասում է, որ ամեն հարցում ձեզ հաջողություն է սպասվելու։ Ինչը վերաբերվում է առողջությանը, ինչը վերաբերվում է ընտանիք կենդանիներին, աշխատանքին, մի խոսքով դուք շատ ակտիվ եք լինելու եւ պատրաստ եք լինելու նոր քայլեր կատարելու, ինչը որ պսակվելու է հաջողությամբ։ Կարծում եմ անիմաստ է նոր քարտ հանելը, քանի որ արևից հետո չարժի։ Այնպես որ հիանալի քարտեր են դուրս եկել։ Անցնենք հաջորդ նշանին, իսկ հաջորդ նշանը աղեղնավորն է։ Սիրելի աղեղնավորներ, այս նորալուսինը կլինի ձեր 5-րդ տանը, իսկ 5-րդ տունը սիրավեպերն են, արվեստի հետ կապված ամեն ինչն է, հա, սիրավեպերը նշեցի, հա, երեխաները նաև գրքին մտնում են 5-րդ տան մեջ։ Տեսնենք թե քարտերն ինչ կասեն, թե այս նորալուսինը ձեզ ինչ կբերի։ Ինչ կբերի 2026 թվականի մարտ ամսվա նորալուսինը աղեղնավորներին։ Երջանկություն, սիրելի ընկերներ, ընտանեկան երջանկության մասին է խոսքը։ Կարծես մինչ այս ինչ-որ գործողություններ եք կատարել եւ դուք արդեն գոհ կլինեք եւ պատրաստ կլինեք դրա այդ ամենը տեսնելու եւ վայելելու ընտանյոք հանդերձ։ Տեսնենք թե մյուս քարտերն ինչ կասեն, թե 2026 թվականի մարտ ամսվա նորալուսինը ինչ կբերի աղեղնավորներին։ Ուր, սիրելի ընկերներ, կամ ինքներդ կդառնաք ել ավելի ուժեղ, կամ կհայտնվի որևէ մեկը, ով կարծես ձեզ թև ու թիկունք կդառնա։ Հաջորդ նշանը այծեղջյուրն է։ Սիրելի այծեղջյուրներ, այս նորալուսինը կլինի ձեր 4-րդ տանը։ Եվ 4-րդ տունը կապված է այն ամենի հետ, ինչը վերաբերվում է ընտանիքին, ընտանիքի անդամներին, բնակության վայրին, ինչպես նաև անշարժ գույքի հետ կապված ցանկացած հարցեր, շինարարություն եւ այլն։ Տեսնենք թե քարտերը ինչ կասեն, թե 2026 թվականի մարտ ամսվա նորալուսինը ինչ կբերի այծեղջյուրներին։ Որևէ տղամարդ, ով ծնված է ջրի տարերքի ներքո, դա է ձուկ, ներողություն, ձուկ, խեցգետին կամ կարիճ, ինչ-որ դեր կունենա ձեր կյանքում կամ նրա հետ կապված ինչ-որ նորություն, նոր սկիզբ, նոր հարաբերություններ, կամ նա ձեր ընտանիքի անդամն է, կամ ձեր շրջապատից որևէ մեկն է, նրա հետ կապված ինչ-որ նոր բան կիմանաք, կամ ինչ-որ նոր գործունեություն կսկսվի։ Տեսնենք թե մյուս քարտերն ինչ կասեն, թե 2026 թվականի մարտի նորալուսինը այծեղջյուրներին ինչ կբերի։ Ինչ-որ հանդիպում, համագործակցություն,
կարող է նոր հարաբերություններ սկսվեն նման տղամարդու հետ, կամ զուտ հանդիպում ունենաք, համագործակցություն ունենաք, ամեն մեկը մի ձև այն կզգա, կամ գուցե նվեր ստանաք այս տղամարդուց։ Հաջորդ նշանը ջրհոսն է։ Սիրելի ջրհոսներ, այս նորալուսինը կլինի ձեր երրորդ տանը, իսկ երրորդ տունը կապն է, տրանսպորտն է, բանակցություններն են, մեր քույր եղբայրներն են, դասընթացներն են տարբեր ձևի տեսակի։ Տեսնենք, թե քարտերն ինչ կասեն, թե 2026 թվականի մարտ ամսվա նորալուսինը ինչ կբերի ջրհոսների։ Ինչ որ բացահայտում կլինի, սիրելի ջրհոսներ։ Ինչ որ բանի մասին դուք կիմանաք, ինչը մինչ այս գաղտնի էր ձեզ համար, բայց այն կարող է բացահայտվել։ Ձեր քույր եղբայրների մասին, զարմիկ զարմուհիների մասին գուցե ինչ որ բան իմանաք, կամ ուղղակի որևէ իրավիճակ ստեղծվի ձեր կյանքում, որտեղ ձեր ինտուիցիան ձեզ շատ կօգնի։ Տեսնենք, թե մյուս քարտերն ինչ կասեն 2026 թվականի մարտի նորալուսինը ինչ կբերի ջրհոսներին։ Պլանների փոփոխություն, սիրելի ընկերներ, ինչ որ բան ձեր պլանավորածով չի գնա։ Գուցե ինչ որ նորություն իմանաք, որը ձեզ դուր չի գա, որը կարծես ձեզ կկոտրի, հա։ Թե որ ոլորտում կլինի դա, ամեն մեկը մի ձև կզգա։ Եթե տրանսպորտային միջոց ունեք կամ զգուշ եղեք, քանի որ հնարավոր է ինչ որ անսարքություններ առաջանա կապված տրանսպորտային միջոցի հետ։ Եվ ոչ միայն տրանսպորտային միջոց, տեխնիկան եւս այստեղ է պատկանում։ Եվ վերջին նշանը ձկներն են, սիրելի ձկներ, այս նորալուսինը լինելու է ձեր երկրորդ տանը, իսկ երկրորդ տունը ֆինանսների տունն է, այն ամենը, ինչը կապված է ֆինանսների հետ, մեր ֆինանսական կուտակումների հետ, հա, աշխատավարձի հետ նաև եւս։ Տեսնենք, թե քարտերն ինչ են ասում, թե ինչ կբերի 2026 թվականի մարտի նորալուսինը ձկներին։ Առաջընթաց, սիրելի ընկերներ, ձեր ֆինանսական դաշտում առաջընթաց է սպասվում։ Գուցե նոր եկամտի աղբյուր ունենա կամ ուղղակի աշխատանքը ավելի շատանա այս նորալուսնի ազդեցության ներքո։ Տեսնենք, թե մյուս քարտերն ինչ կասեն 2026-ի մարտի նորալուսինը ձկներին ինչ կբերի։ Կամ ճանապարհ, կամ կտրուկ փոփոխություններ։ Կարծում եմ, որ սիրելի ընկերներ, գուցե անսպասելի ճանապարհ գնաք, կամ անսպասելի որոշեք տրանսպորտային միջոցը ձեր փոխել, կամ ընդհակառակը ուղղակի տրանսպորտային միջոց ձեռք բերել։ Եթե ամենայն դեպս ցանկանում եք, ապա վստահ կստացվի ձեզ մոտ։ Կամ ուղղակի ճանապարհներ շատ կգնաք այդ ժամանակահատվածում, կամ էլ ուղղակի ձեր ֆինանսական դաշտում մեծ առաջընթաց կլինի, կամ գուցե օրինակ գումար ունեիք, արտաժույթ էիք փոխել կամ ինչ նման ինչ որ վիճակում, հա, այսպես գնել արտաժույթ վաճառելու մեջ շահույթ ունենաք։ Այսքանը կապված այս ամսվա հետ, եթե ցանկանում եք անհատական տարրո կանխատեսում, հորոսկոպ, ապա կարող եք ինձ գրել Instagram-յան էջում անձնական նամակով։ Ցանկանում եմ հիշեցնել, որ մինչև ապրիլի 7-ը ցանկացած կանխատեսում կես գնով կարող ենք կատարել։ Այսքանը, սիրելի ընկերներ, շուտով կհանդիպենք, ցտեսություն։